էվոլյուցիոն առաջ գնա, իսկ 20%-ը կարողանա, ես կասեմ կարողանա, որովհետև հավանականությունը այնքան մեծ է, որ նույնիսկ հնարավոր է, որ այդ 20%-ն էլ չկարողանա անմիջապես անցնել 5D, ամեն ինչ շատ հարաբերական է, իրականում մեր ապագան, ոչ մեկի միկրոֆոնն է, բաց չի, մեր ապագան կախված է այսօրվանից, մեր ներկայից, այսինքն հիմա մենք կերտում ենք մեր ապագան, բայց այն ինչ որ արդեն պիտի տեղի ունենա, ինքը պիտի տեղի ունենա, մենք պիտի դրա միջով անցնենք, հնարավոր չէ կանխել, հնարավոր է միայն մեղմել։ Հիմա պետք է պատրաստվենք այդ քաոսի մեջ ապրել, որտեղ կլինի ամեն ինչ։ Եթե ես ասում եմ ամեն ինչ, ուրեմն դուք պատկերացրեք բոլոր ոլորտները, բոլոր շերտերը, որովհետև երբ որ մենք նայում ենք նուրբ շերտերում, այնտեղ քաոսը շատ է ու հնարավոր չէ իրան փոխել։ Ինչ էլ որ լինի, հնարավոր չէ։ Հիմա վերադառնանք, կենտրոնացնենք մեր ուշադրությունը մեզ վրա, որտեղ որ շատ կարևոր է հասկանալ ինքներս մեզ։ Առաջին կարևոր բանը, երբ որ մենք մեր ներսի փոքրիկ մանկիկին կարողացել ենք հասունացնել, ուրեմն մենք հաղթահարել ենք ամենաառաջին բարիերը։ Այդ փոքրիկ մանկիկը ինքը հիմնականում ծնվում է այս կյանքում ու ձևավորվում է հենց այս կյանքում, ամենամեծ ցավերը ինքը ապրում է այս կյանքում ու եթե մենք կարողացել ենք այս կյանքի մեր բոլոր այդ մանկական տրավմաները չեզոքացնել, ուժել, ուրեմն առաջին փուլը մեզ մոտ ստացվել է։ Հաջորդ փուլը դա մեր լավագույն տարբերակը հավաքելն է։ Եթե մենք կյանքում չունենք էլ այնպիսի մարդիկ, որոնց ասենք չենք սիրում կամ մեր ներվային համակարգի վրա ազդում են, կամ նրանց տեսնել չենք ուզում, սեր չենք կարող ուղարկել, մեր մեջ պայքար կա, թե ոնց կարող ենք այս մարդուն ընդունել, ոնց կարող ենք այս մարդուն սիրել, ուրեմն մենք չենք կարողացել հավաքել մեր լավագույն տարբերակը, իսկ եթե չունենք ոչ մեկի հետ խնդիր, ուղղակի ընդունում ու հասկանում ենք յուրաքանչյուրին ինչպես որ ինքը կա, ուրեմն մենք կարողացել ենք հաղթահարել նույնիսկ դա։ Երբ որ մենք կարողանում ենք հավաքել մեր լավագույն տարբերակը, արդեն մենք անցնում ենք հաջորդ փուլ, որը որ մեր հարազատ հոգիներն են, կամ գերհոգու մասնիկներն են, ընտանիքի անդամներն են, ամեն մեկը տարբեր ձևով է սա ներկայացնում, այստեղ արդեն մենք փնտրում ենք հենց մեր այդ փոքրիկ մասնիկներին ու փորձում ենք, որպեսզի այդ մասնիկներով մենք դառնանք ամբողջական։ Կամաց այդ ամբողջականով մենք կարողանում ենք կպնել ամբողջին, այն ամենամեծ ամբողջին։ Հիմա, քանի որ կրակի միջով ենք անցնելու ու արդեն ակտիվացել է այդ կրակը ու եկեք հիշենք Լիլիթը, այն կնոջ ուժը վարպետաց մեր դասից, որտեղ որ մենք մանրամասը դիտարկեցինք Լիլիթի առկայությունը, ուրեմն ամեն ինչը կցածրացնի, կնսեմացնի կնոջը, Լիլիթ էներգիան ամբողջովին կայրի ու կվերացնի իր ճանապարհից։ Դրա համար
Արդեն սկսվեց այն ժամանակը, այսինքն այսօրվանից, հենց մարտի 1-ից, մենք ոնց որ թե մտնում ենք նոր կյանք, որտեղ այլևս չի լինելու այն վերաբերմունքը, այն պատասխանը, այն ինչ որ մարդիկ տվել են ու ասենք իրենց ժառանգներն են պատասխան տվել դրա համար։ Հիմա ամեն ինչ տեղի ունենում ուղիղ, արագ ու առանց աճ ու ծախ կողմերը նայելու։ Հիշեք, որ ինչ անում ենք մենք հիմա, լավ թե վատ, նույն ձևով, նույնիսկ ավելի շատ, մեզ հետ է վերադառնում ուղիղ ձևով։ Այլևս մեր արարքների համար մեր երեխաները պատասխանատու չեն։ Մենք ինքներս ենք պատասխան տալիս։ Ու, հա, ամենակարևորը, այդ հավաքական գիտակցությունը հիմա ավելի շատ մարդկանց կսկսի վիբրացիաները ցածրացնել, ավելի շատ կսկսի իրականությունից շեղել կամ հոգևոր վերելքից խանգարել, որպեսզի մարդը հասնի հոգևոր վերելքը։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի մենք այդ գիտակցությանը չընկերակցենք։ Այդ ինչ որ կատարվի համաշխարհային, երկրային, քաղաքական, в общем, այդ բոլորից պետք է մենք հեռու պահենք մեզ ու հասկանանք, որ այս կյանքում ով ինչ անում է, ինքը իրեն է անում։ Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք հիմա ավելի շատ մեր վրա ու նայում ենք։ Կարողացել ենք մենք աշխատել մեր ստվերների հետ, ինչ որ պայքարներ ունենք, ինչ որ ոլորտներում, ուրեմն պետք է ուշադրություն դարձնենք ու փորձենք բոլորի վրայով անցնել, որպեսզի կարողանանք հաղթահարել այս դժվար ժամանակահատվածը։ Ուրեմն, երբ որ մենք մեր ոտքը վնասում ենք, օրինակ, չէ, անպայման ինքը բուժվում է, այնպես չի, որ ինքը չի բուժվում, կապ չունի ինչ ձևի, չէ, ներքև ենք ընկել, քերծվել է կամ կոտրվել է, կապ չունի։ Անպայման բժշկական միջամտություն տեղի է ունենում, բայց այդ ցավը մենք ապրում ենք։ Հիմա կա տարբերակ, որպեսզի այդ ցավը մենք ցավազրկենք, կարող ենք հաբեր ընդունել։ Այս պարագայում հիմա մենք բոլորս, անկախ մեր կամքից, անցնելու ենք այդ ցավի միջով։ Որովհետև ճակատագիրը այնպես է դասավորվել, որ այդ հավաքական գիտակցության մեջ մենք չենք կարողացել բավականաչափ աշխատել, որպեսզի ազատվենք հետևանքներից, կարմայական հետևանքներից։ Ու հիմա ամեն ինչ այնպես ստացվեց, որ այդ օրը այլևս հեռու չէ, մենք անցնում ենք դրա միջով, մեր գարունը սկսվեց կրակով, այն ավելի տարածվի, բայց մենք ունենք հնարավորություն այդ ամենին որպես դիտորդ նայել։ Եվ ամենակարևոր բանը դա մեր կյանքում հենց սերն է, սիրո կարգավիճակն է, որ մենք պետք է կարողանանք պահել, օգտագործել այդ սիրո վիճակի գործիքները, որպեսզի կարողանանք այս ամեն ինչի միջից անցնենք։ Ուրեմն, հիմա ուզում եմ մի քիչ վերադառնալ իմ զարթոնքի ճանապարհին ու պատմել, թե ինչպես եմ այն ես անցել ու ինչ տեղ ունեցավ այս վերջի 2 շաբաթվա ընթացքում, ինչպիսի թռիչքներ կատարվեցին եւ ցույց տալ ձեզ իմ փորձի վրա, թե այդ սիրո վիճակում հայտնվելը ինչպիսի նվերներ է տիեզերքը մեզ տալիս։ Եթե դուք զգում եք ձեր հոգու տունը, եթե դուք արդեն ճանաչում եք ձեր հոգու դրսևորումը, թե ինչպես է նա ձեր հետ խոսում,
Այսինքն նա բառեր չի ասում, նախադասություններ մեզ չի ասում, նա միայն զգացողություն է մեզ փոխանցում, այդ միջոցով մենք կարող ենք հասկանալ, թե ինչպես է մեր սիրտը մեզ հետ խոսում։ Եվ այդ ճանապարհով մենք կարող ենք հասկանալ, թե մենք ճիշտ ենք գնում, թե սխալ, եթե չունենք այս կարգի հոգևոր գիտելիքներ, որովհետև ամեն դեպքում յուրաքանչյուր գիտություն ունի իր համակարգված գիտելիքները, հա, համակարգված կրթական, այդպես ասեմ, համակարգը, անկախ ամեն ինչից դա էլ է կրթություն։ Ու եթե մենք չունենք ուղակի, լսում ենք, հիմա տեսնում եք համացանցերում անթիվ անհամար ինֆորմացիաներ ու իրականում այն մարդը, որ այս ամեն ինչից տեղյակ չէ, բայց վաղուց զգում էր կանչը, վաղուց ինչ որ մի բան հասել էր, բայց չէր կարողանում բարձրաձայնել, հիմա բարձրաձայնվում է, մենք չգիտենք, թե որ ինֆորմացիաներն են ճիշտ և որը սխալ, որովհետև ամեն մեկը տարբեր աղբյուրներից է ու միշտ հիշեք, ես էլի եմ ասել, շատերը պատկանում են կամ ծառայում են ինչ-որ ուժերի և ամեն մեկը ուղղակի այդ ուժերն է ներկայացնում։ Այսինքն մենք չգիտենք, թե որը որ ուժից է գալիս ու մեզ ուր է տանում, նույնիսկ իրանց մեդիտացիաները, նույնիսկ իրանց այդ հավաքական գիտակցական էլի մեդիտացիաները միշտ հիշեք, որ պիտի ճանաչենք, պիտի իմանանք ով են, ինչ են, նոր կարողանանք իրանց առաջարկածը ընդունել ու նրանց հետ միասին կատարել։ Դրա համար լսում ենք մեր հոգու ձայնին, մեր հոգու կանչը, մեզ ուր է տանում, արժի, որպեսզի այդ ճանապարհով մենք գնանք, թե չարժի։ Եվ այսպես։ Ես միշտ լսել եմ իմ հոգուն։ Նախքան այս հոգևոր զարտոնքով քայլելը, ես էլ բոլորիդ նման եղել եմ քրիստոնյա, եղել եմ հայուհի, փորձել եմ պահել, պահպանել իմ ընտանիքը, ինչքան հնարավոր է ծառայել եմ իմ էությանը, այնպիսին, ինչպիսին, որ ասենք էլի հայության մեջ ընդունված ավանդական այդպես հնարավոր է եղել, փորձել եմ ծառայել, փորձել եմ մնալ այդ պետքեների, պիտիների, փրկիչների, մի խոսքով, բոլորի մեջ։ Ու իմ մեջ մեծ վախ է եղել Աստծո հանդեպ։ Ես միշտ մտածել եմ, որ հանկարծ իմ կյանքում այս սխալը չանեմ, հանկարծ այն սխալը չանեմ, և հնարավորինս առաջնորդվել եմ այն գաղափարով, որ միշտ ասել եմ Աստված ջան, դու ինձանից առաջ գնա, ես քո հետևից, որպեսզի իմ սխալներ թույլ չտամ ես։ Եվ եկավ այն ժամանակը, որտեղ որ ես հասունացա, այդպես աճեցի ու գտա այն ուսուցիչներին, որոնք որ իմ աշխարհ հայացքը, իմ կարողությունները բացեցին։ Իհարկե, ես էլ միանգամից չեմ ընդունել բոլորի գտած այդ բացահայտումները իմ մեջ, ինչպես որ դա ինձ համար էր բացահայտում, բայց ես ամեն դեպքում ստուգել եմ իմ բոլոր քայլերով, իմ բոլոր կարողություններով փորձել եմ ստուգել, արդյոք դա այդպես է, արդյոք սա իլյուզիա չէ, արդյոք սա այն է, ինչ ես իրական եմ տեսնում, թե խաբեություն է կամ ինքնախաբեություն է, որովհետև շատ մարդիկ իրանք չէին է պատկերացնում, որ դու կարող ես դիմացինի աուրան տեսնել, մտքերը կարդալ, իրանց համար դա իլյուզիա է։ Մի խոսքով, դա արդեն կարևոր չէ, ամենակարևորը ինքնաճանաչումն է, երբ որ մենք քայլում ենք հենց դեպի ինքնաճանաչում, որոշում ենք գտնել ով ենք մենք ու սկսում ենք ճանաչել ինքներս մեզ։ Ուրեմն տարբեր տեսակի
հիպնոզներ եմ ես անցել, այդպես որ գնացել եմ իմ անցյալ կյանքեր, որ գնացել եմ այդ Ակաշայի գրադարան, որտեղ որ ինձ համար շատ հետաքրքիր էր։ Հետո այս վերջերս ինձ մոտ ստացվեց դուրս գալ տիեզերք ու ճանապարհորդել տիեզերքով։ Ամենահետաքրքիրը այն էր, որ ես սկզբից չեմ պատկերացրել, թե ուր եմ գնացել, ինչ եմ արել, բայց կարողացել եմ հասնել այնպիսի շերտեր, որ ամեն մեկին չէ, որ հաջողվում է անցնել, սակայն ուզում եմ նշել, որ իմ մոտ ընդհանրապես չի բարձրացել իմ հպարտությունը, այն գոռոզությունը, որ իմ մեջ ես կարող եմ այսքանը, նայեք, տեսեք, ես այսպես առաջ եմ, բացարձակ։ Ինձ համար ուղղակի այս կյանքը հետաքրքիր է, շատ-շատ, ու իմ այս հոգևոր զարթոնքի ճանապարհին ես ուղղակի հասկացա, որ իմ տունը հիմա այս պահին երկիր մոլորակն է, ու քանի անգամ երկիր մոլորակ գալով ես ամեն տարբեր տեղեր ապրելով ես հասկացել եմ, որ շատ կարևոր է յուրաքանչյուր ազգի մշակույթը, կուլտուրան քո մեջ կրել, ունենալ ու հասկանալ, որ դու եւ ռուս ես, եւ հայ ես, եւ չգիտեմ, եվրոպացի ես, եւ աֆրիկացի ես, հա, այսինքն լավագույն քո տարբերակը հավաքելը եւ քո հոգու բոլոր մասնիկները հավաքելը նշանակում է, որ դու ընդհանրապես տարբերություն չես տեսնում ոչ մի ազգի մեջ, ոչ մի մշակույթի մեջ։ Սակայն ամեն դեպքում մենք ընդունում ենք, որ հայը մարդկություն է ու հայից է շատ բաներ, ընդհանրապես մարդկությունը ստեղծվել, ու հայի գենի մեջ կան իսկական արարչական հենց կոդերը, դրա համար էլ մենք բոլորս այս կյանքում ընտրել ենք հայ ծնվել։ Ու ուզում եմ, որ ընդունեք այդ լավագույն տարբերակը հավաքելու ժամանակ շատ-շատ կարևոր է, որ իմանաք, որ այս կյանքում ոչ մի բան տեղի չի ունենում հենց այնպես։ Նույնիսկ այ հիմիկվա պատերազմները գուցե շատերի համար հնչի ոչ ընդունելի, բայց ես կասեմ ճիշտ է, տեղին է ու արտար է, որովհետև մենք, երբ որ մտնում ենք ռեստորան, շատ կոպիտ ասեմ, մենք ինքներս ենք պատվիրում այն ինչ որ ուզում ենք ուտել, ու այն ինչ որ հիմա մենք պատվիրել ենք այս կյանքում, այնպես որ դա էլ ստանում ենք։ Դրա համար ամեն ինչ կատարվում է ճիշտ, եւ դա է իրականությունը։ Ուղղակի հիմա վերադառնանք մեզ, ընդունենք, որ մենք այն կարևոր հոգիներն ենք, որոնք համաձայնվել են այս պատմական հզոր անցումային շրջանը ապրելու։ Մենք այն հզոր հոգիներ ենք, որոնք համաձայնվել են այս ժամանակահատվածում ծնվել կամ նորից վերամարմնավորվել, որպեսզի հին աշխարհի հին ծրագրերը փակեն, որովհետև պատկերացրեք, մինչև հիմա ոչ մեկ չի կարողացել դա անել ու ոչ մի ուսմունք չի կարողացել փակել այդ ծրագրերը։ Այդ ծրագրերը շատ դաժան են եղել, եւ դրա համար ես ձեզ խորհուրդ կտամ, որ յուրաքանչյուր հոգի կապ չունի, թե ինքը ինչպես է վերաբերվում ձեզ, արտար է, անարտար է, չնայեք թե բա ինքը ինձ այսպես վերաբերվեց, բայց իրան այսպես պատասխան չտամ, միշտ հիշեք, որ իսկ միգուցե նա ինչպիսի ճանապարհ է անցել ու չի կարողացել հաղթահարել, որի արդյունքում հոգեկան խանգարումներ է ստացել, որի արդյունքում թուլություններ ունի ու ընդհանրապես չի կարողանում անգամ իր կարմայական ծրագիրը փակել, որովհետև մենք մեր տոհմից էլ տարբեր պայմանագրեր ենք ստորագրում ու վերցնում մեզ վրա
Բայց այս անգամ մենք եկել ենք ոչ թե այդ պայմանագրերը վերցնելու շարունակել, այլ ուղղակի եկել ենք միանգամից կտրել ու ասել, որ եթե մինչև հիմա դուք շարունակել եք ձեր տոհմի հետևորդներին կամ տոհմի մարդկանց պարտադրել, որպեսզի նրանք այն ինչ որ պարտադրված է անցնեն, այս անգամ մենք այնքան կատարյալ հոգիներ ենք եղել, իմ ասած այն գերազանցիկները, որ որոշել ենք հրաժարվել դրանից։ Շատ գեղեցիկ ձևով փակել այդ ծրագրերը։ Բնականաբար ամեն մեկի համար գոյություն ունի իր ձևը փակման ավարտին հասցնելու եւ հիմա ամենակարևորը մենք պետք է կենտրոնանանք ինքներս մեզ վրա ու փորձենք անցնել այս ճանապարհը։ Հիմա ամենակարևոր բանը, որ մենք ցավը ապրելու ենք։ Ու երբ որ մենք այդ ցավը ապրելու պահին վախ ենք ապրում, համելզուգահեռ, մենք այլևս չենք կարողանում անցնել այդ դարպասներից այն կողմ։ Դա ուղղակի հիշեք։ Դրա համար մենք վերցնում ենք ու ընդունում ենք, ասելով, որ մենք թույլ ենք տալիս մեզ այս ցավի միջով անցնել։ Ու սիրո էներգիան հիմա պատմեմ այդ սիրո էներգիայի մասին։ Երբ որ ես վերջերս ինձ բախտ հաջողվեց ճանապարհորդել տիեզերքով, ինչու եմ այսպես ասում, որովհետև երբեք այդպիսի արագ ճանապարհով ես չէի գնացել։ Մի կին կար, որը որ ուներ երեխա աուտիկ ու ինքը իր լեզուն չէր հասկանում։ Ընդհանրապես շատ բարդ են իրանք, այդպիսի երեխաները։ Նա ինձ խնդրեց, որպեսզի մենք միասին գնանք ու տեսնենք, թե որտեղից է եկել այդ երեխան, ինչի է ընտրել Իրան։ Ճանապարհորդությունը շատ հետաքրքիր էր։ Ես տարբեր հիպնոզներ անելով երբեք այդպիսի ճանապարհներով չեմ գնացել։ Բոլորը խողովակի նման էին ու հետաքրքիր լույսերով, որի մեջ անպայման կար ոսկեգույնը, մանուշակագույնը, մուգ կապույտը։ Այդ ճանապարհները սկսվում էին մի տեղից, ավարտվում էին մի տեղ, բայց այդ ավարտից նորից ուրիշ ճանապարհներ էին սկսվում, ոնց որ լաբիրինթ լիներ։ Եվ հասանք մի տեղ, որտեղ որ առաջվա ձայնապնակները որ կան, այդպիսի բարակ թափանցիկ պատ բաժանում էր տիեզերքը երկու մասի։ Ու այդ պատի միջով ես չէի կարողանում անցնել։ Իմիջիայլոց ինքը ինձ օգնեց իր վերին ուժերի միջոցով, իմ վերին ուժերի միջոցով, մեր օգնականներով, ում համար որ պետք էր, հենց իր համար իրանց օգնականներին էինք դիմում։ Մի խոսքով, մի քիչ շատ ավելի պրոֆեսիոնալ իր հերթականություն ունի, բայց չեմ ուզում այդքան շատ մանրանալ։ Ամենակարևորը շատ հետաքրքիր էր։ Ինձանից առաջ գնում էին իր օգնականները, իսկ ես գնում էի իրանց հետևից։ Մի խոսքով մենք անցանք այդ պատից ներս անցանք։ Շատ հետաքրքիր էր ու այդ պատը միայն ոսկեգույն էր ու էլի ոնց որ պարուրաձև, ինքը մեծանում էր ու էլի անծայրածիր էր։ Մենք գնում էինք, ծայրը չէինք գտնում։ Մի խոսքով ինքը ասեց, արի տելեպաթիկ հայտնվենք այնտեղ, որտեղից որ եկել է իր տղան։ Եվ ինձ օգնեց ու մենք միասին հայտնվեցինք այնտեղ։ Աշխարհը լրիվ ուրիշ աշխարհ էր։ Ինքը ընդհանրապես նման չէր մեր տիեզերքի աշխարհին բացարձակ։ Հետաքրքիրը այն էր, որ այնտեղ
ամբողջը էլի էներգիաներ էին, բայց ավելի լուսավոր։ Եթե մեր տիեզերքը մեր կողմը մութ էր, այն կողմը լրիվ լույս էր։ Պատկերացրեցիք։ Այսինքն հակա պատկերներ։ Ու մենք հանդիպեցինք իր երեխայի հոգու հետ։ Այդ հոգին փաստորեն ամբողջական չէր վերամարմնավորվել այս մարմնի մեջ։ Երեխան չի հասկանում մորը, մերը չի հասկանում երեխային։ Ու հոգու մեծ մասը, ամենամեծ կտորը այնտեղ էր։ Մենք փորձեցինք շփվել իր հետ ու այնքան հետաքրքիր էր, ամբողջ այս խոսակցությունը տանում եմ նրան, որ երեխան եկել էր իր մորը սովորեցնելու սիրել։ Ու մայրը զարմանում էր։ Ես որ փոխանցում էի հոգու խոսքերը մորը, ես այդտեղ միջնորդ էի։ Հոգու խոսքերը փոխանցելով, մայրը ասում էր, «Վայ, ինչ հետաքրքիր է, բա ես ո՞նց հասկանամ իրան»։ Ու ես որ հարցնում էի, ո՞նց կարող է քո մայրը քեզ հասկանալ, որպեսզի ավելի հեշտ լինի ձեր շփումը։ Նա պատասխանեց, որ թող մայրս իմ ձեռքերը բռնի ու ինքը կհասկանա, թե ես ինչ եմ ուզում ասել։ Պատկերացնում եք, ինքան հետաքրքիր էր ու բացատրեց, թե մաման ինչ անի, ինքը ինչ է սիրում, իրան ինչն է դուր գալիս, ում հետ դուր չի գալիս, որ մաման շփվում է, ընտանիքի անդամներից ում է սիրում, շատ հետաքրքիր էր։ Ես իրականում չգիտեի այդ կինը քանի երեխա ուներ, ինչ էր, որն ինչպիսին էր, բայց շատ հետաքրքիր բացահայտումներ արեցինք, որից հետո երբ որ վերադարձանք, այդ կինը, որ ուներ հենց Յասնազնանիա, պատկերացրեք, ինձ ասեց. «Գայանե, ես չգիտեմ, թե այդ սերը որն է, չէ՞ որ յուրաքանչյուր մայր սիրում է իր երեխային»։ Հələ հիշեք, երբ որ մենք սիրո էներգիաներ էինք ուղարկում մայր մոլորակին ու մեր Հայաստանին, ես մեկ-մեկ ձեզ ասում էի, պատկերացրեք, թե մայրը ինչպես է սիրում իր երեխային, չէ՞։ Այստեղ դա այդ սերը չէ։ Ինքը սիրո մի մասն է։ Երբ որ մենք սիրահարվում ենք, դա սիրո էներգիայի, իսկական արարչական էներգիայի սկիզբն է։ Այդ էներգիայի մեջ մենք նոր ոնց որ քայլ ենք անում, որպեսզի ներս մտնենք։ Առաջին անգամ, երբ որ մենք մեր երեխային ունենում ենք ու մենք զգում ենք իրան մեր որովայնի վրա, չէ, առաջին մեր հպումը ֆիզիկական, նյութական աշխարհում, որտեղ որ վերև են բարձրանում մեր հույզերը, որը որ դուք էլ գիտեք, որ շատ հզոր է, այդ ժամանակ էլ է սիրո էներգիան սկիզբը, այդ զգացողությունը ինքը սիրո էներգիայի, իսկական արարչական էներգիայի ստեղծման սկիզբն է։ Ու ձեզանից շատերը գիտեն, որ ես արդեն հունվարից բացել եմ Մետագիտակցական ակադեմիա, որտեղ մենք սովորում ենք մեր գերգիտակցական կարողությունները, հմտությունները ակտիվացնել։ Այնտեղ մենք սովորում ենք նաև սիրո տարբեր դրսևորումները եւ որն է հենց այդ արարչական սերը, որ դեպքում է հենց արարչական սերը իսկապես ձևավորվում այս նյութական աշխարհում։ Ամբողջ իմ այս եթերը այն նվիրված է հենց այս արարչական սիրուն։ Ու նախավերջին դասին մենք ունեցել ենք ընդամենը 6-ից 7 հանդիպում, մենք ծանոթացանք սիրո 3 մակարդակներին, որտեղ երրորդ մակարդակը դա անվերապահ սերն էր, ու աղջիկներից շատերը կամ ուսանողներից շատերը չէին պատկերացնում, թե ինչպես կարելի է
սիրել անվերապահ։ Հիմա տեսեք, իրականում, երբ որ մենք նայում ենք ու համեմատում ենք մեզ այս կնոջ հետ, հա, իդեպ, այդ կինը այս պահին ապրում է Իսրայելում ու այս պահին, գիտեք ընդեղ ինչ է կատարվում, եւ հենց առաջին օրը սկսվելու ինքը ուղղակի անբացատրելի վախի մեջ էր։ Երբ որ ինձ գրեց, թե ինչ որ մի բանով կարող ես դու ինձ օգնել, ես ուղղակի առաջարկեցի, որ կարող եմ իմ էներգետիկ դաշտով քեզ հանգստացնել եւ օգնել, որպեսզի դու պաշտպանված լինես, որովհետեւ ինքը ձևերը գիտի պաշտպանվելու, բայց օգտագործելու ձևերը չգիտի։ Չգիտի, թե որ իրավիճակում ինչպես կարող է դա անել։ Մի խոսքով, հիմա տեսեք, երբ որ մենք մեզ համեմատում ենք այդ կնոջ հետ, ինչ ենք մենք տեսնում։ Մենք չենք ասում, փառք Աստծո, որ մենք չենք ունեցել այնպիսի փորձ, որտեղ որ մենք պետք է սովորենք այ հենց այդ սերը։ Ու ընդհանրապես այն երեխաները, որոնք որ գալիս են այդպիսի խնդիրներով, նրանք բոլորը այլ աստղային հոգիներ են ու մեծամասնությունը գալիս է երկիր մոլորակ երկրային հոգիներին օգնելու, որպեսզի նրանք բարձրանան։ Ու եթե նկատել եք կամ եթե ինչ որ մեկը ձեզանից ուսումնասիրել է ստատիստիկայով, այս վերջերս ավելի շատ են ծնվում այդ կարգի երեխաներ, շատ-շատ ընտանիքներում, եւ դա նշան է սերը ճանաչելու, սերը քո մեջ արթնացնելու, իսկական սերը։ Եթե ես ասում եմ սերը, դա հենց արարչական կամ աստվածային, ինչպես ուզում եք, իմ համար մեկ է, ինչպես ուզում եք ընդունեք, ինչպես ուզում եք անվանեք, հենց աստվածային սերն է, որ մենք մեր մեջ պետք է կարողանանք ակտիվացնել, հասցնել գեր, հզոր վիճակի։ Երբ որ մենք կարողանում ենք այդ սերը ակտիվ պահել, մենք կարողանում ենք շատ-շատ խնդիրների կողքով ուղղակի անցնել ու կարողանում ենք շատ-շատ խնդիրներ հեշտությամբ լուծել։ Ուրեմն վերջի փորձը էլի կարևոր։ Դե դուք գիտեք իմ վերջին ուսուցչուհուն, որի մոտ որ ես կարելի ասել վերջնականից գտա, եւ նա միշտ զգում է, թե երկիր մոլորակի վրա որտեղ էին ամենաուժեղ էներգետիկ կենտրոնները, որոնք որ աղտոտված են, կարիք ունեն մաքրման եւ որտեղից այս նոր կյանքի համար դու կարող ես էներգիա վերցնել։ Այսինքն, երկիր մոլորակի ուժեղ էներգետիկ կենտրոնները, որոնք ի սկզբանե եղել են, ասեմ, սուրբ վայրեր, այդ վայրերը տարիների, այս միլիարդավոր տարիների ընթացքում մարդկության ոչ պատշեճ ապրելու պատճառով աղտոտվել են։ Եվ այդ տարածքները հզոր, գերհզոր դաշտ ունեցող մարդիկ, ովքեր որ հասել են այն աստիճանի, որ հիմա արդեն մանադա են, իրանք կարող են այդ տարածքները մաքրել։ Երբ որ մենք մաքրում ենք այդ տարածքները, մենք նույնիսկ կարող ենք իրանից հետ վերցնել ավելի մաքրամաքուր էներգիան, ավելի նորարարական, արարչական էներգիան։ Ու այդ էներգիան օգտագործել այս նոր կյանքի համար, որտեղ որ մենք արդեն ոտք ենք դրել։ Այսպես ինքը ստանալով այդ ուժը ու
արձագանքով, սրտի արձագանքով կամ հոգու կանչով հրավերը կամ կանչը, ես չգիտեմ ինչպես բացատրեմ, որ ճիշտ լինի, ամեն անգամ պատրաստվում է այդպես տարբեր տեղեր գնալ ու ռետրիտներ անել եւ այս վերջի անգամ ինձ ասեց ես շատ կուզենամ, որպեսի դու էլ լինես այնտեղ, որովհետև քո դաշտը շատ հզոր է ու մենք կկարողանանք ուղղակի սարեր շուռ տանք։ Ես ունեի անչափ հզոր հոգու կանչ, ցանկություն, որ ասում էի, չէ, ինչ ուզում է լինի, ես պիտի գնամ։ Բայց քանի որ աշխատում եմ այստեղ մի խոսքով պետական հաստատությունում, բնականաբար ես պետք է ստեի, որպեսզի ես գնայի։ 2 շաբաթ պետք է սուտ խոսեի։ Ու իմ մեջ ոնց որ պատկերացրեք, կյանքը քո առաջ դնում է, ասում է ընտրի, որն ես ուզում։ Դու ունես տարբերակ հոգևոր վերելքի սա կամ տարբերակ այսպեսին։ Եվ այնքան հետաքրքիր է իմ գիտակցականի ու իմ զգայական այդ վերլուծությունները։ Վաղուց արդեն իմ միտքը ինձ չի խանգարում։ Ես մարզվելով, սպորտային մարզասրահ ոնց են գնում ու մկանները կոփում, չէ, փորձում են այդ մկանները աշխատացնել կամ իրանց ուզածը սարքել, այդպես էլ ես էի մտածում, որ այո, ես ուզում եմ գնալ ու իմ, ասենք, ինչ-որ մի մկան զարգացնել։ Մի խոսքով, աշխատելով ինքս ինձ վրա, հիմա ես իմ միտքը դարձրել եմ իմ ընկերը, ավելի շուտ ֆիզիկական միտքը, ինքը ինձ միշտ ծառայում է որպես ընկեր։ Ինքն ինձ, որ գալիս է, ասում է, դու ո՞րն ես ուզում, սա թե սա։ Միևնույն է, դու ամենաճիշտ որոշումն ես կայացնում։ Ու շատ-շատ վաղուց ես արդեն գիտեի, թե ինչպես առաջնորդվեմ, որպեսզի իմ քայլերը ճիշտ լինեն։ Ու այստեղ էլ ես ինքս ինձ հետ ուղղակի եղա անկեղծ։ Ու ասացի, որ ես ուղղակի չեմ կարող սուտ խոսել, դա հնարավոր չէ։ Ու ես անգամ կիսվել եմ իմ գոլեգաների հետ, որոնք որ ասում էին նորմալ է, ինչ կարող է լինել, այնպես որ բոլորն են այդպես անում։ Ամենայն դեպս ես անկեղծ եղա ինքս ինձ հետ։ Հիմա տեսեք ինչ եմ ուզում ասել։ Ես էլի կիսվում եմ իմ փորձով։ Իմ կյանքում այս վերջերս շատ-շատ հրաշքներ են տեղի ունենում։ Ու ամենավերջի բարիերը, որը ես ունեցել եմ, դա եղել է ապրիլին, որտեղ ես կորցրեցի իմ մեքենայի բանալիները։ Ու հետո իհարկե գտա։ Այս պարագայում հատկապես երևի սեպտեմբերից կամ մեր ռետրիտից հետո, որ ես զգացի, որ ես ճիշտ եմ արել, ռետրիտից հետո իմ կյանքում անընդհատ ես նվերներ եմ ստանում։ Ես նվերներ եմ ստանում բարձրալից։ Ես որ ընտրեցի չգնալը, իմ մոտ որոշումները շատ կտրուկ են ու կարճ ու կոնկրետ։ Ես որ ընտրեցի չգնալը, իմ համար սկզբից պայքար էր գնում իմ մեջ, թե ոնց կարող եմ ես չգնալ, բայց ես ինձ համոզեցի, որ ամեն դեպքում այդպես է ճիշտը, ավելի լավ է դու լինես արտար ինքդ քեզ, չնայած որ իմ ուսուցչուհին ինձ ասեց, որ ինքը ինձ հասկանում է, ես իր հետ անկեղծ եմ եղել, բաց եմ եղել, ինքը ասեց ամեն դեպքում ես քեզ հասկանում եմ, ինչ էլ է որ լինի, իմացի, որ միշտ ես կսպասեմ։ Եվ եկավ մի ժամանակ, դա 3 էր, այն ինչը, որ իմ գիտակցությունը ինձ փոխանցում էր, այն որտեղ որ ես շատ մտածում էի ու ասում էի արտար չի,
Ամեն ինչ կարող է այնպես դասավորվել, որ հակառակ ինձ լինի, եւ ես հետ կանգնեցի ու երեք պարզվեց, որ ես ճիշտ եմ արել։ Հնդկաստան գնալու համար մենք պետք է անպայման Թուրքիայով կամ Դուբայով գնայինք ու ինձ համար ավելի դժվար էր այդ թռիչքը, որովհետև ես Եվրոպայից էի գնալու։ Ու ի շնորհիվ իմ անկեղծության առաջին հերթին ինքս ինձ հետ։ Հիշեք, որ սա շատ-շատ կարևոր հանգամանք է հոգևոր զարտոնքի ճանապարհին։ Տիեզերքը ինձ ուղղակի ասեց, տես, թե դու ինչքան ճիշտ ես մտածում ու ինչքան ճիշտ արեցիր։ Իմ ուսուցչուհին երեք ճանապարհներին էր ու իր բոլոր թռիչքները հանել էին։ Ինքը չէր կարողացել հասնել ռեթրիթի տեղը, որովհետև թռիչքը երեք էր։ Հետաքրքիր է այդ առումով նաև ես երազ եմ տեսել, որտեղ երազս նույնպես ապացուցեց, որ իմ մեջի այդ սիրո վիճակը, իմ մեջի, որը նաև ազնվության մաս է կազմում, շատ մեծ նվերներ է քեզ տալիս։ Ընդհանրապես միշտ հիշեք, որ տիեզերքը շատ առատաձեռն է։ Մենք ինչպես իրան վերաբերվենք, այդ նույն ձևով էլ նա մեզ հետ կտա։ Դրա համար եղեք ինքներդ ձեր հետ անկեղծ ու սիրո էներգիան ամենուր է պետք ակտիվ պահել։ Ամեն րոպե, ամեն վայրկյան է պետք ակտիվ պահել։ Այդ էներգիայի մեջ աշխարհում ինչպիսի ծանր էլ կարմա լինի, այն ձեր կողքով ուղակի կանցնի։ Այսքանը այսօրվա համար ու հիմա կուզենամ, որպեսզի մենք վերադառնանք մեր տեխնիկային, սիրո էներգիային ու փորձենք երկիր մոլորակը սիրով լցնել։ Այսօր կուզենամ, որ բոլորդ մինչև սիրո էներգիան ակտիվացնելը, կուզենամ, որ դուք բոլորդ հնարավորինս ճանաչեք ձեր վերին ուժերին կամ ձեզ օգնող այդ փոքրիկ հրեշտակներին կամ այն լուսավոր էակներին, որոնք որ ձեզ կարող են օգնել յուրաքանչյուր սիտուացիայում, ինչ էլ որ այս կյանքում տեղի ունենա։ Դրա համար հիմա եթե հարմարավետ եք նստել ու ուշադիր լսում եք ինձ, եկեք սկսենք այդ փոքրիկ պրակտիկան։ Այն կարող է որոշների մոտ ստացվի, որոշների մոտ չստացվի, պետք չէ անհանգստանալ։ Հետո հիշեք, որ բոլորս տարբեր ենք ու մենք ունեցել ենք տարբեր անցյալ կյանքեր, ամեն մեկս տարբեր ձևաչափի փորձեր ենք հավաքել ու այս կյանքում ապրելով նաև մեր հնարավորությունների սահմաններում ենք կարողացել շատ-շատ ստվերներից ազատվել, դրա համար մեր կարողությունները կարող են տարբեր լինել։ Օրինակ ես և լսում եմ, և տեսնում եմ, և զգում եմ։ Մեկը ձեր միջից կարող է միայն լսել, մեկը կարող է միայն զգալ, մյուսը կարող է միայն տեսնել։ Պարտադիր չէ, որպեսզի բոլորը տեսնեն կամ բոլորը լսեն ու բոլորը զգան։